եղբորը միշտ համարել եմ իմ ամենամոտիկ ընկերը։ Ինձ ամենայն դեպս ոչ մի լավ տեղ չէր տանում։ Դուրը բաց թող մամայինք չիմանան քանիսին եմ եկել տուն։ Տղու երեխա, տան երեխա, աղջկա երեխա, շան երեխա։ Ինչ որ մեկը, ով եկավ հայտնվեց ու իմ ձեռքից վերցրեց ծնողների ուշադրությունը։ Մի եղեք հարմար։ Այդ եղել է մոտավորապես երևի մինչև իմ 5 տարեկանը։ Հարմար պետքա լինի աթոռը, հարմար պետքա լինի մատրասը։ Աննկարագրելի մեծ պատասխանատվություն է այդ երեխու վրա հենց այդ պահին դրվում, երբ որ ընտանիքի ծնողները, մեծերը գալիս ու ասում են։ Բարև ձեզ սիրելի այլ կարծիքասերներ, սիրելի գեղեցկագույն համայնք, մենք կրկին շողում ենք ձեր էկրաններին, ինչպես նոր հրանտն ասես, նույնիսկ ավելին քան պետք է, եւ եթե մոնտաժից հետո իմ դեմքի փայլը չանցնի, ներողամիտ եղեք, որովհետեւ ինքս եմ արել դիմահարդարում ես, ավելորդ ինֆորմացիան լսելուց հետո հիշենք մեր անելիքների, ասելիքների մասին, անելիքներից բաժանորդագրվեք անպայման, որովհետև ձեր մեկ միավոր բաժանորդագրությունն օգնում է որպեսզի միգուցե մեկ միավոր անձնավորություն, ով ունի այս բովանդակության կարիքը ավելի հեշտ գտնի մեզ, քան եթե օրինակ դուք չբաժանորդագրվեք, նայեք ու չբաժանորդագրվեք, իսկ մեր ստատիստիկան ցույց է տալիս, որ կան այդպիսի մարդիկ, այնպես որ եկեք կատարենք բարի գործ, օգնենք այլոց մեկ միավոր բաժանորդագրությամբ։ Դե իհարկե նաև կարող եք օգնել մեզ մեկ միավոր Patreon-ի բաժանորդագրությամբ, մենք արդեն շնորհակալ ենք մեր բոլոր Patreon-ներին, այնպես որ կարող եք միանալ նրանց շարքին եւ մյուս հաղորդմանը ձեզ շնորհակալ լինենք։ Իսկ իրականում մենք շնորհակալ ենք բոլորին, ովքեր այս գեղեցիկ շաբաթօրով այդ մի ժամը միգուցե ավել, միգուցե մի քիչ պակաս տրամադրում են, որ դիտեն կամ ունկնդրեն մեզ։ Նախքան թեմային անդրադառնալը, որը Նելին է ներկայացնելու եւ այս եթերաշրջանում նա կրկին ինձ հետ է, ես հիշեցնեմ, որ մենք բոլորով շնորհակալ ենք Էվոկաբանկին մեզ սատարելու, աջակցելու, մեր ընկերն ու գործընկերը լինելու համար։ Ես չեմ հոգնի կրկնել, եթե նրանց սերն ու հավատը առ մեզ եւ մեր ստեղծած պրոդուկտը չլինեին, այս եթերաշրջանը կլիներ հարցականի տակ, այնպես որ մի զլացեք, կոմենտներում գրեք ինչքան ենք սիրում Էվոկային, իսկ մենք շարունակենք ընթացքում կասենք Էվոկան ինչ է առաջարկում այս անգամ մեր ունկնդիրներին։ Նելի ջան, Ինչ ենք այսօր քննարկելու։ Մի թեմա, որը որ շատ էր պահանջված, իրականում այս քանի եթերաշրջանի ընթացքում առաջարկում էին, ճիշտն ասած, ինչու՞մ էր իմ ու Հայկանի կասկած այս թեմայի շուրջ, որովհետև մենք մի քիչ ամեն դեպքում սովորենք մեր օրինակով քննարկել, երևի թե այս այն հարցն է, որ անգամ Հայկանը դրամա չունի այս հարցի շուրջ, բայց ամեն դեպքում դուք հարցեր եք գրել, այդ հարցերին կփորձենք անդրադառնալ, քննարկելու ենք հարաբերությունները քույրերի եւ եղբայրների հետ։ Հարազատ եւ ոչ հարազատ, կարծում եմ։ Ну կսկսենք հարազատից, որովհետեւ ուզում ասեմ գլոբալ երևի թե խնդիրները պլյուս-մինուս նույնն են։ Եթե խնդիր կա նույնն է, եթե չկա էլի նույնն է։ Նախքան խնդիրներին անցնել, իրականում ես շատ կուզեմ անդրադառնանք այս հարաբերությունների գեղեցիկ ու կարևոր մասին, եթե ամեն դեպքում իրենք ստացվում են։ Ես էլ Հայկանն էլ ունենք եղբայր, մենք մեծն ենք ընտանիքում, բայց տարիքային տարբերությունը շատ փոքր է ամեն դեպքում, երկուսից դեպքում էլ, ու ես հստակ կարող եմ ասել, որ երբ այդ հարաբերությունները ստացված են, երբ ու եթե այդ հարաբերությունները ստացված են, իրոք դա շատ մեծ պարգև է երևի այս կյանքում, որ կարելի է ունենալ այդ զգացողությունը, որ դու մենակ չես, որովհետև ընկերները իհարկե շատ կարևոր են, ոչ պակաս կարևոր են, բայց ամեն դեպքում այդ ընտանիքի զգացողությունը, որ կա ինչ-որ մեկը, ով քո մասին գիտի համարյա ամեն ինչ այն տեսանկյունից, որ դուք նույն միջավայրից եք, իրար հետ մեծացել եք, ինքը տեսել է քո, չգիտեմ, ամեն ինչը, հա, քեզ ցանկացած տարիքում, իրականում հա շատ ռեսուրսային է։ Ես իմ եղբորը միշտ համարել եմ իմ ամենամոտիկ ընկերը։ Մեր հարաբերությունները երբեք իրանցից չեն ենթադրել ոչ մի ինչ որ այն տոքսիկությունը, որը որ ունեն շատ հարաբերություններ ցավոք եղբայրների հետ։ Ես էպիզոդներից մեկում կիսվել եմ, որ դպրոց գնալով եմ նոր իմացել, որ փաստորեն կան քույրեր ու եղբայրներ, ովքեր իրար ծեծում են, կռվում են, իրար հետ հաշտ չեն, որովհետև մենք ունեինք իմ հետաքրքրությունները մի քիչ տղայական էին կինոների, մուլտիկների ու նման հարցերում, դրա համար մենք ընդհանրապես ոչ մի վեճ չունեինք զբաղմունքների,
հարցում, խաղերի հարցում, ինչ դիտել հարցի շուրջ, մենք ամեն ինչ արել ենք իրար հետ, մինչև երևի դեռահասության տարիք, որտեղ ամեն դեպքում ինչ որ տենց ամեն մեկը գնում է իր շրջապատի մեջ, բայց մինչև այդ տարիքը ամեն ինչ արել ենք իրար հետ, խաղացել ենք իրար հետ, ամեն ինչ նայել ենք իրար հետ, ճամփորդել ենք իրար հետ, ու հիմա էլ էս մեծ հասուն տարիքում իրոք իմ ու իմ եղբոր հարաբերությունները ես համարում եմ ամենակարևոր հենարաններից, որ ես իմ կյանքում ունեմ։ Հեսա դու կկիսվես քո պատմությունով, ես բայց մյուս կողմն էլի բան եմ ուզում ասեմ, դրան զուգահեռ հարազատ քույրեր չունեմ, բայց գիտես, ես ունեմ ոչ հարազատ դվայուրտնի ասված, հա, դվայուրտնի եւ տրայուրտնի ասած։ Ու այդ այն հարաբերություններն իրականում այնտեղ որտեղից որ ես շատ խուսափել եմ, եթե փոքր տարիքի մասին խոսենք, որովհետև դե գիտես մի քիչ տենց այն ամեն ինչը ինչ որ խմբային իվենթներ է ենթադրում, հա, մի քիչ տենց խմբային իվենթների այդքան էլ կողմնակից չեմ, մինչև ինչ որ հասուն տարիք, որտեղ արդեն ոչ թե ընտանեկան հավաքներն էին իրանցից ենթադրված, այլ մեր սեփական ցանկությունով կամ պիտի հանդիպեինք, կամ պիտի չհանդիպեինք, ու այդ որոշ եւի 20+ տարիքից 25 միգուցե անգամ պլյուս տարիքից, երբ այդ շփումը մի քիչ ավելի ակտիվացավ, ես հասկացա ինչքան էդ էլ մեծ երջանկություն է, երբ որ ստացված է, որովհետև էլի ընկերական հարաբերություններով, բայց մենք տարբեր տարիքի ենք, կան ինձնից մեծ ու շատ դրամատիկ փոքր, ու երբ հավաքվում ենք, ամեն մեկը պատմում է իր, չգիտեմ, խնդիրների, հետաքրքրությունների, օրվա մասին, մեր հավաքույթները միշտ սկսվում են ամեն մեկը հերթով պատմում է ինչ նորություն ունի, դրական ու բացասական։ Մի անգամ ես էլ եմ մասնակցել, շատ ուրախ է անցնում։ Այդ իմ երևի են գիտես, որ ասում են safe place, ինչ որ happy place, եթե կարելի ասել, իմ անverջ ռեսուրսի, ուրախության, կանացի էներգիայի, որտեղից որ այդ աղջիկներով կարելի է հավաքվել, հա, ինչ որ իրարից, ինչ որ բան լսել, սովորել, ամենամեծ էլի հենարաններից, ուրախություններից, հա, իրանք լսում են ու հետևում են, ես ուզում եմ ասեմ, որ շատ կարևոր մարդիկ են իրանք իմ կյանքում, ու իրոք երբ ստացված են կրկնեմ այդ հարաբերությունները, իրոք շատ ռեսուրս է կարելի այնտեղից վերցնել, ինչի համար ես ասում, եթե կա հնարավորություն այնպես անելու, որ ստացվեն, եթե կա հնարավորություն ինչ որ խոչընդոտներ այդ հարաբերություններից հանել, իրար հասկանալ հասուն տարիքում արդեն, որովհետև իրականում փոքր տարիքում ծնողական հարաբերություններն ու մոտեցումները էլի շատ կարող են նպաստել, հա, չստացվելուն այդ հարաբերությունների։ Շատ արժի, որովհետև իրոք հենարանի տեսանկյունից կրկնեմ, շատ ուրիշ որակի հենարանը, եթե հարաբերությունները ստացվում են։ Եթե չէ, իհարկե դա կքննարկենք։ Իմ սիտուացիան մի փոքր ուրիշ է, մենք փոքր տարիքում եղել ենք հենց այն քույր եղբայրը, ովքեր տենց մեր տանը ամեն օր ավարայրի ճակատամարտներ, ու եղբայրս ֆիզիկական տվյալներով, անկախ նրանից որ մի տարի ինձնից փոքր էր, բնականաբար ինձնից ավել էր, իսկ ես լեզվաբանական տվյալներով էի ավել, ու քանի որ ես ունեի հայրիկի անշահախնդիր եւ անվերապահ պաշտպանությունը միշտ, մեր մոտ միշտ այդ կոնֆլիկտը մանկական եղել է, ու հետո արդեն դեռահասության տարիքում է դա շարունակվել, նույնիսկ այդ պատանեկությունից դեպի երիտասարդություն անցման ժամանակ, մինչև ինքը ամուսնացավ։ Ես այդ ժամանակ եւի մի 26 տարեկան էի, որովհետեւ դրանից առաջ մենք որևէ ընդհանուր լեզու չէինք գտնում, մենք որևէ հետաքրքրություն չունեինք, մեր լեզվակռիվները ինչ որ տարիքից սկսած դա դարձավ միայն լեզվակռիվ, բայց փոքր ժամանակ ֆիզիկական բռնություններ էին կիրառում մեկս մյուսի հանդեպ։ Իհարկե դա ինչ որ կատաստրոֆիկ մասշտաբների չէր հասնում, որովհետև ամեն դեպքում այն փաստը, որ մենք նաև իրար սիրում էինք, դա չէր քննարկվում դրսում։ Տանը մենք մաքսիմալ վնաս էինք տալիս իրար, մինչև ինքը ամուսնացավ եւ կամաց մեր հարաբերությունները սկսեցին փոխվել։ Այս պայդրությամբ ինքը իմ կյանքի անփոխարինելի մարդն է, որովհետև նման անշահախնդիր աջակցություն, նման անշահախնդիր սատարանք ես չեմ ստացել երբևէ ոչ մեկից, երևի մամայից մեկ էլ կամ ծնողներից, եթե այդպես վերցնենք, ոնց ես ստանում եմ եղբորիցս, բայց դա ունեցել է իր գինը,
այսպես ասած, որովհետև դա եղել է իմ թերապիաների արդյունքում, դա եղել է երկար ինտրոսպեկցիաների արդյունքում, երկար ռեֆլեքսիաների արդյունքում, դա եղել է իմ սեպարացիայի արդյունքում ու այսպիսի շատ նախադրյալներ, մինչև մեր հարաբերությունները հասան այն կետին, որ մենք միմյանցից ձևավորեցինք բացառապես այն ակնկալիքները, որ մարդ պիտի ունենա քրոջից կամ եղբորից։ Մեզ մի քիչ ավելի կբացեմ փակագծերը, թե դրանք որոնք են, բայց իմ փորձով կարող եմ ասել, որ ես տևական ժամանակ լրիվ այլ ակնկալիքներ եմ ունեցել։ Ես ունեցել եմ մասնավորապես պապայիցս հետո, երբ հայրս արդեն չկար, ես ունեցել եմ իրանից հայրական ֆունկցիայի ակնկալիքներ, ես ունեցել եմ իրենից ինչ-որ պաշտպանելու ֆունկցիայի, որը ընդհանրապես չի մտնում ոչ քրոջ, ոչ եղբոր պարտականությունների մեջ, դա շատ հաճելի բոնուս է, եթե կա, ու հաճելին էլ շատ սուբյեկտիվ է, մարդուն դա անհրաժեշտ է, թե անհրաժեշտ չի, բայց այդ դեֆիցիտար անկյունից մոտենալ այդ հարաբերություններին սպառողական վերաբերմունքով, ինձ համենայն դեպս ոչ մի լավ տեղ չէր տանում։ Ընդ որում այն կողմից չկար այդ վերաբերմունքը, դա բացառապես իմ ուղեղում գծած այդ պատկերն էր, այդ կառուցվածքն էր, այդ սխեմաներ, թե որից հետո որը պիտի լինի։ Չեմ կարող բացատրել ինչով էր դա պայմանավորված, բայց համենայն դեպս այդ շիֆթը, հա, բեկումնային պահը, երբ ես հասկացա, որ այս մարդուց պետք է ունենալ մենակ ակնկալիքներ որպես եղբայր, ես հասկացա, որ երևի ունեմ աշխարհի լավագույն եղբայրը այս առումով։ Անդրադառնալով այն թեմային, թե ու դու շատ ճիշտ ես ասում, եթե ստացվում են այդ հարաբերությունները ստացվում են բացառապես ճիշտ ակնկալիքներ ունենալով ու ճիշտ սպասումներ ունենալով կամ նույնիսկ ակնկալիք Ու չունենալով։ եթե երկուստ եք, հա։ Ու եթե երկուստ եք, ու եթե մարդիկ գտնվում են նույն էջի վրա, Հա, որովհետև քո օրինակով իսկ նելի հենց այդ քույրերի հավաքույթներին էլ եմ ասում, ես էլ եմ մի անգամ եղել ու քանի որ բարի նախանձ ասվածին ինքս էլ չեմ հավատում, չասեմ նախանձ, բայց շատ մեծ խանդավառությամբ եմ հետևել ձեր հավաքույթներին, ձեր մտերմությանը ու ոնց դուք բոլորդ անկախ նրանից, թե ինչ տարիքում եք, ինչ զբաղվածության եք, ինչ կարգավիճակում եք, ընտանիքով եք, առանց ընտանիք եք, բիզնեսի մեջ եք, բիզնեսից դուրս եք, դուք բոլորդ նույն էջի վրա եք, ինչը չեմ կարող ասել իմ այդ զարմիկների մասին, հա, դվայուրոտնի եւ տրայուրոտնի ասված եղբայր քույրերի, որովհետև մենք էլ իրար հետ չենք մեծացել, այլ ճիշտ ես իրանց հետ չեմ մեծացել, իրանք բոլորը իրար հետ են մեծացել, մենք այլ տեղ ենք բնակվել ու շփումը որպես այդպեսին շատ չի եղել։ Ու ցավոք սրտի մենք հանդիպում ենք տխուր առիթներին մենակ եւ ամեն անգամ որ հանդիպում եմ հասկանում եմ որ ինչ որ շատ կարևոր ռեսուրս կա Հա, այնտեղ ինձ համար, որը ես կարող եմ օգտագործել, չեմ ուզում կոպիտ հնչի օգտագործել, օգտվել։ օգտվել։ Ու այդ հիանալի է, երբ դու այդքան քույրեր ու եղբայրներ ունես, հա, կողքիդ ու բոլորը կայացած մարդիկ են, ինչ որ իրենց ոլորտում, բայց ես հասկանում եմ, որ ինչ որ շատ բաներ բաց են թողնվել այս ընթացքում ու ես այդ մարդկանց հետ ընդհանրապես նույն էջի վրա չեմ, արժե համակարգը չի նշանակում, որ իրանցը վատն է։ Այդ նշանակում է ուղղակի, որ շատ տարբեր են, թե արժե համակարգով, թե աշխարհայացքով, թե կյանքի նպատակներով, տեսլականներով, ակնկալիքներով եւ ամբիցիաներով։ Ու այդ սենց մի հատ համախումբ է հիմնաքարերի յուրաքանչյուր տեսակի շփման մեջ, երբ դու ուղղակի չես կարողանում նույնիսկ դիալոգ կառուցել հաճախ կամ շատ սահմանափակ թեմաների շուրջ ես կարողանում որևէ երկխոսություն ծավալել ու դա լինի ինչ որ մի քիչ երկար երկխոսություն, հա, ոչ թե բացառապես ոնց ես, ոնց չես Գործերը ոնց են։ հա, այդ քաղաքավարություն, նույնիսկ ոչ քաղաքավարության, որտեղ ինձ իսկապես հետաքրքիր է յուրաքանչյուրը ոնց է, բայց ամեն դեպքում այդ ձեր օրինակով այդ հավաքները նստել, ծիծաղել, որ նենք քույրերով Secret Santa են խաղում ամեն տարի, ես ծուրվից նայում եմ կողքի, որովհետև շատ սիրուն է ամեն ինչ կազմակերպվում, իրանց wish list-երը, իրանց պատրաստվել է այդ ամեն ինչին, փաթեթավորումը, այդ արարողությունն ու աուրան, որ ստեղծում, դու հասկանում ես, որ ամեն յուրաքանչյուրը ձեր այդ սաստավից
այդ նույն էջի վրա Հա, նույն հա, կերպ է դա հա, ընկալում, հա։ հա, ինչ որ մեկի համար դա ուղղակի ինչ Մհմ, որ հերթական հավաքվելուն չի, յուրաքանչյուրը պատրաստվում է ինչ որ տես մենակ այդ նվերների մհմ, փաթեթավորումներից դու հասկանում ես, որ յուրաքանչյուրի համար դա նույնքան մհմ, կարևոր իվենթ է, ինչը իմ պարագայում ամենայն հավանականությամբ այդպես չի լինելու, որովհետև չգիտեմ, քույրերս ինձ մեծ են, ամուսնացած են, յուրաքանչյուրի երեխաներով, ես երեխաների մասին բացի որպիսություն հարցնելուց եւ ինչ որ բանով օգտակար լինելուց ոչ մի կերպ չեմ կարող այդ խոսակցությունը support անել եւ սատարել ու այդպես այդ պարադիգմում ցավոք սրտի իմ բախտն այնքան չի բերել ինչքան քոնը, բայց եթե ստացվում է երևի կրկնեմ քո ասածը ինքը ֆանտաստիկ բան է լինում, բայց շատ ուրախ եմ, որ կյանքի ինչ որ հանգամանքներում իմ ու եղբորս հարաբերությունները դարձան այն ինչ դարձան, որովհետև դա համենայնպես կյանքի էս փուլում իմ համար ու վստահ եմ հաջորդիվ նույնպես հա, շատ ուժեղ հենարան է։ Դու շատ գիտես դեպքեր, երբ իմ զանգից 15 րոպե հետո անկախ նայած որտեղ ես բանում եմ սովորություն ունեմ random վատանալ։ Ու նույնիսկ եթե ես չեմ պատասխանում, չգիտեմ, ինձ համար անսովոր ժամանակ, Նելին էլ է անմիջապես զանգում եղբորս, որովհետև գիտի, որ որտեղ լինի, ինչ հանգամանքներում լինի, ամեն բան թողնում գալիս է տիրություն անելու ու այդ տիրության մեջ մտնում է այնպիսի բաներ, որ չգիտեմ, մայրական խնամքի նման կարա խնամի, երբ ես օրինակ հիվանդ պառկած եմ ու դա թերևս միակ մարդն է, ում ես կզանգեմ, երբ վատ վիճակում լինեմ։ Այդպես, եթե իմ մհմ, օրինակից խոսենք, այսքանով կսահմանափակվենք ու ես հիշում եմ այդ մեր մանկական կռիվների ժամանակ մի անգամ սենց մեծ են սովետական չեխական խրուստալից վազաներ կան սեղանին դրած էր, մաման 2 րոպեով տնից դուրս էր եկել, մենք հասցրեցինք նենց փոթորիկ ստեղծենք, որ ես այդ վազան վերցրեցի ու շպրտեցի վրան։ Այդ ծանր, մհմ, եթե կպներ, այդ օրը մեր տունը տխուր երաշտություն էր հնչելու, ինքը չէր լսելու այդ մհմ, երաշտությունը։ Ամենայն հավանականությամբ մի անգամ վարագույրն եմ քաշել կառնիզն անկել գլխին ասել եմ ոչ մեկին չասես թե չէ քեզ կպատժեն, մի մանիպուլատոր էլ մհմ, ես էի ընդհանուր առմամբ ու մաման միշտ ասում էր, այս աշխարհում դուք բացի ձեզնից ուրիշ ոչ մեկ չունեք։ Ու մի 30 տարի անց նոր մհմ, տեղա հասել ու ես լիովին դրա հետ մհմ։ համաձայն եմ, լիովին։ Բայց գիտես, այս աշխարհում բացի ձեզնից ոչ մեկ չունեք միտքը, ես իրական շատ կուզեմ բացեմ ու հենց այդ կողմից սկսենք Բաց։ քննարկումը։ Եթե օրինակ քո կարծիքը ասես ու ընդհանրացնես քո միջավայրում ու շրջապատում Մհմ, ավելի շատ ստացված թե չստացված են հարաբերությունները քույրերի ու եղբայրների հետ։ Որովհետև ես կարող եմ ասել իմ շրջապատում հաստատ ավելի չստացված են։ իմ Չստացված ասելով, որ այ էդ չի, այն որ դու իմ ամենահարազատ մարդն ես, ես միշտ քո վրա կարող եմ հույս դնեմ, հա, էդ չի։ Ինչ որ ավելի բարեկամական, ինչ որ sense արյունակցական հարաբերությունների մասին է, էլ չասեմ, որ լիքը տեղ շատ տոքսիկ, շատ ա, կոնֆլիկտային, այն որ թշնամական։ շատ հետաքրքիր հարց ես տալիս Նել, որովհետև sense որ նայում եմ ամենայն հավանականությամբ նեղ շրջապատս, եթե չհաշվենք, քիչ Հա, ավելի լայն լայն։ շրջապատը հաշվենք, երևի ավելի շատ դեպքեր են, որ կամ տոքսիկ է, կամ տենց ինչ որ Ահա։ դե հիմա Ասեմ ինչի ախպերս է։ համար եմ ասում։ Ես այս միտքը շատ եմ լսում, որ պետք է անպայման ունենալ մեկից ավելի երեխա, Մհմ, որ մենակ չմնա։ մհմ, Ու դրան այն առաջի երեխան հա, էլի, ու դրան ծառայացնում են շատ ռեսուրս ծնողները։ Այն ֆինանսապես միգուցե դժվար է լինելու երկրորդ երեխային ունենալ, միգուցե հոգեբանական ռեսուրս չկա դրա համար, բայց ոնց որ այդ գերնպատակը լինի անպայման ունենալ եւս մեկ գոնե երեխա, մհմ, որ առաջի երեխան այս կյանքում մենակ չլինի, հա, ու դա հնչում է այդպես։ մհմ, Ու ինձ միշտ այդ կոնցեպտը շատ տարօրինակ է թվացել, որովհետև նու բարի ցանկությունն ու ձգտելը նրան, որ այդ հարաբերությունները մեծանան ու հետագայում ստացվի, իհարկե շատ լավ է ու դրան ձգտել պետք է։ Ինչքանով է դա այդպես լինելու։ Ու ինչքանով է դրան
կարևոր ու պարտադիր ծառայեցնել այդ ամբողջ ընտանեկան ռեսուրսը անպայման եւս մեկ երեխա ունենալու համար ու վստահ լինելով, չգիտեմ ինչի, որ այդ հարաբերությունները պետք է ստացվեն, դա շատ իմ համար ինչ որ անհասկանալի կոնցեպտ է իրականում, որովհետեւ շատ ծնողներ այստեղ բաց են թողում ամենակարևոր պահը ինձ թվում է այդ հարաբերություններում, որ ամեն դեպքում դա երկու անհատի, առանձին անհատի, անկախ նրանից, որ դուք մեկ ընտանիքից եք, ունեք ընդհանուր ծնողներ, նույն դաստիարակություն ու նույն արժեհամակարգը, դա երկու տարբեր անհատների մասին է խոսքը։ Այդ անհատները իրար կամ պիտի ընտրեն, կամ պիտի չընտրեն։ Ընդ որում, ճիշտն ասած, ես համարում եմ, որ էլի ոնց անձնական հարաբերությունների մասին եմ ես շատ հաճախ անցնում, այս հարաբերություններում նույնպես կյանքի տարբեր փուլերում կարիք է լինելու վերահաստատել, մենք շարունակում ենք իրար ընտրել, այն ֆորմատով, որով որ մեր հարաբերությունները կային, թե չէ, թե դրանք վերափոխվում են, որովհետև էլի շատերը կփաստեն, որ երևի այդ հարաբերությունների ամենայն անցողիկ շրջանը այն ժամանակա, երբ որ ամեն մեկը իր ընտանիքն է, օրինակ կազմում, հա, այնտեղ արդեն այդ զույգի հետ հարաբերությունների հարցն է, հարաբերությունների ձեր երկու ընտանիքների միջև հարցն է, ու մյուսը երբ ծնողները չկան։ Որովհետև շատ հարաբերություններ պահպանվում են հենց մենակ են նրա հաշվին, որովհետև ծնողներն են ամեն ինչ անում այդ հարաբերությունները պահպանելու համար։ Էլի շատ-շատերը կպատմեն այդ պատմությունները, որ մամաս շատ ծանր կտանի, եթե մենք չշփվենք, իրանք շատ ծանր են տանում, երբ իմանում են, որ մեր հարաբերությունները լավ չեն, եթե ծնունդից չհրավիրեմ, ծնողներս կկազմաքանդվեն, հա, ու դա դառնում է ինչ-որ պարտավորված, ավելի նվիրված ծնողների բարօրությանը, հա, ինչ-որ գործողություններ, որոնք շատ միանգամից դադարում են, երբ ծնողները չեն լինում։ Ու իրոք իմ համար միշտ այդ ինքնաբերաբար մոտեցումը, որ դե եթե քույր եղբայր ենք, պիտի իրար հետ լավ լինենք, մոտ լինենք, լավ լինելը որն է, իրար հասկանանք, իրար սիրենք, իրար աջակցենք, իրար կողք լինենք, միշտ ինձ թվացել է տարօրինակ, որովհետև ես գիտեմ բազմաթիվ քույրերի ու եղբայրների, անգամ նույն սեռի, հա, երկու քույր, երկու եղբայր թեկուզ, այնքան տարբեր մարդիկ են այդ մարդիկ, լրիվ տարբեր աշխարհայացքներով, լրիվ տարբեր հետաքրքրություններով, լրիվ տարբեր ընտրություններով կյանքում, այդ շատ դժվար է պատկերացնել այդ մարդկանց մտերմիկ շփումը ամեն դեպքում։ Նել շատ հետաքրքիր բան ես ասում, որտեվ իմ ու եղբորս հետաքրքրությունների շրջանակը, շփման շրջանակը, ոլորտները, գործունեությունը, զբաղվածությունը կատեգորիկ տարբեր է, դու էլ գիտես։ Բայց ինչ որ պահը գալիս կյանքում, ու ես չեմ պնդում, որ այդ պահը բոլորի կյանքում է գալիս, բայց դա կարևոր պահ է ինձ թվում է ամեն դեպքում, որ մարդիկ վերարժևորում են իրական արժեքները։ Ու այդ շատ էական է, որ լինի երկուստեք փոխադարձ, որովհետև մի կողմի գիտակցումը այդտեղ եղանակ չի փոխում։ Երբ երկու կողմն է այդ վերարժևորումը կյանքում կատարում ու առաջնային ու երկրորդայինը իսկ իրապես կարևորը ոչ այդքան կարևորից դասակարգում է ճիշտ դարակների վրա, ինձ թվում է նույնիսկ այդ տարբեր խառնվածքների դեպքում, այստեղ խոսքը իսկապես բացառապես հարազատ քրոջ կամ եղբոր մասին է։ Ու նաև երբ որ սեր կա։ Հա, իրանց միջև, որովհետև ինձ թվում է այս շատ որոշողն ու կապողը դա է։ Հա։ Որովհետև գիտես, մենք մեր ծնողներից էլ կարող ենք շատ տարբեր լինենք, մենք այդ քննարկել ենք, որ կարող է գուցե դուք ձեր ծնողի հետ ունեք քննարկելու մենակ իր այդ օրվա դիտած ֆիլմը, սերիալը։ Բայց երբ սեր կա, այդ դրա շուրջ հնարավոր է գտնել ինչ-որ ջերմություն, կապվածություն։ Իսկ ինչով է պայմանավորված այն փաստը, որ կան դեպքեր, երբ օրինակ դու քո հարազատ քրոջը կամ եղբորը կարաս չսիրես։ Ու այդ շատ կարևոր կետ է, որտեղ լիքը կա տենց։ Գիտես, անգամ հեսա չսիրելուն կգանք, անգամ եթե սիրես, եթե կատեգորիկ տարբեր եք, ես կրկնեմ, ես շատ գիտեմ էլի տենց օրինակներ, տես դու բերեցիր քո օրինակը, ու ես քո հետ համամիտ եմ, որ հատուկ բավականին տարբեր եք, իմ օրինակով մենք գրեթե նույնն ենք, հետաքրքրությունով, խառնվածքներով կարող է տարբեր լինենք, բայց արժեհամակարգով, ընտրություններով, հետաքրքրություններով, ճաշակով, գրեթե չունենք մենք ոչ մի հարցի շուրջ գլոբալ անհամաձայնություն, որ ես ասեմ, սենց է ինքը ասի ուրիշ ձև է։ Եթե այդպես չլիներ, ես իմ բնավորությունով, ես վստահ չեմ, որ մեր հարաբերությունները կլինեին այնպես ինչպես կան, որովհետև ինձ շատ դժվար է մտերիմ շփման մեջ հաղթահարել, շփման մեջ, որ իրանց ենթադրում է ստիպված կապ պահպանել, հա, նկատի ունեմ, եթե ինչ-որ մեկի հետ անհամաձայն եք, օքեյ, մի ժամ անհամաձայն եղեք, էլ իրար հետ չհանդիպեցիք։ Այդ հարաբերությունները իրանցից դա չեն ենթադրում։ Ինձ իմ բնավորությունը օրինակ շատ դժվար է
կառուցել հարաբերություններ մարդկանց հետ, մտերիմ հարաբերություններ, որտեղ իմ մոտ կա լիքը ներքին անհամաձայնություն։ Ու այդ անհամաձայնությունը ինքը կարող է լինի շատ լուրջ արժեհամակարգային տարբերության մեջ։ Երբ որ օրինակ դու բացի դրանից, որ օքեյ, դու կարող եք իրար չհասկանաք, բայց քեզ կարող է պարտադրվի այն արժեհամակարգը։ Դու կարող ես անverջ քննադատվես նրա մեջ, որ դու չես կիսում այդ արժեհամակարգը։ Դու կարող ես անverջ քեզ գաս այնտեղ փոքրացած, չհասկացված, այդ սերը, երբ որ չկա։ Սեր ասելով էլի կարող է ինչ որ, գիտես, օբյեկտիվ մակարդակում բնականաբար բոլորն էլ հիմնականում, հա, բոլոր քույր-եղբայրներն էլ իրար փորձում են սիրեն ամեն դեպքում, հա, բայց մի բան է այդ փորձը, մի բան է երբ ինքը իրոք կա, որովհետև ամեն դեպքում երբ սերը իրոք կա, շատ բան ներվում է, ընկալվում է, աչքա փակվում, ընդունվում է եւ այլն։ Ինձ թվում է ստեղ գալիս ենք արդեն մի քիչ դեստրուկտիվ մոդելներին, թե ընտանիքի, թե այդ հարաբերությունների, որովհետև շատ են։ Ու հենց դա դրա համար եմ ասում, ինձ թվում է շատ ավելի շատ են դրանք, քան ես առողջը։ վերջերս Instagram-ում մի reel տեսա, իմ սուբյեկտիվ պնդմամբ մի կատաստրոֆիկ սարսափելի ընտանիքի, որտեղ բավական երիտասարդ մայրը ունի 2 տենց դեռահաս տարիքի, նոր դեռահասություն մտած տղա եւ աղջիկ երեխաներ, ու աղջիկ երեխան պիտի տնից դուրս գա ինչ-որ, չգիտեմ, ինչ առիթով, ու տղան առարկում է, ասում է դու տնից դուրս չես գա։ Երեխաների մասին է խոսքը, հա, այնտեղ իրոք երեխա այնտեղ տենց ինչ-որ դեռահասության ֆիզիկական ու ֆիզիոլոգիչիսկի փոփոխություններին էլ դեռ չէին ենթարկվել, ու տենց այդ տղա երեխան պնդում է, որ քույրը պիտի տնից դուրս չգա, որովհետև, չգիտեմ, ինչ-որ կարճ էր հագել, թե ուշ էր ժամը, ինչ-որ սենց խորը պատրիարխալ բանով, հա, կատեգորիկ իմպերատիվով, ու ես հասկանում եմ, որ ընտանիքում, որտեղ այդ մթնոլորտն է, որտեղ մի մատերեխուն թույլ են տալիս իրեն հավասար, բացարձակ հավասար, որտեղ 2 երեխան տանը ըստ էության պետք է ունենան աբսոլյուտնա հավասար իրավունքներ անկախ սեռից, աբսոլյուտնա հավասար հոգատարություն, սեր, վերաբերմունք եւ այլն, հա, մենք էսա լյուբիմչիկներից էլ կխոսենք, այդ տեսակ միջավայրերում, երբ երեխաներին արական սեռի երեխային տրվում է անհամեմատ ավելի շատ առավելություն, քան իգական սեռի երեխային եւ այդ ավտոմատ ճնշումը, այն բանի հայ տղերքի ասած աղբերների ճնշած վիճակով դու մեծանում ես, ինքը ինչ որ մի օր արձագանքելու է, որ դու ուղակի այդ մարդուն չսիրես, որովհետև ինչ որ բաներ քո կյանքում այդ մարդու թեթև ձեռամ ճիշտ չեն գնացել։ Իմ կյանքում էլ է այդ եղել, ես էպիզոդներից մեկի ժամանակ պատմել եմ, երբ եղբայրս ինչ որ տենց 150 աշճանով շրջած բանակից եկավ, ինքն էլ փորձեց տենց ինչ որ ճնշել, այդտեղ հայրս միջամտեց ու ասեց, քանի սա իմն է, դու գործ չունես, կգնաս քոնը կունենաս, ինչ կուզես կանես, բնականաբար դետապը արագ անցավ։ Ну բնականաբար եմ ասում, բայց հեչ բնականաբար չի, պրոստը ճիշտ մարդու հանդիպեց, սկսեց այդ этаպը վերանալ իր կյանքից, որովհետև լիքը մարդ գալիս է եւ չի վերականգնվում դեպի նախկին կյանք։ Ամեն դեպքում նման դեստրուկտիվ ընտանիքներում կարծում եմ ավելի շատ հավանական է այդ չսիրելը կամ պարտադրված սիրելը, որովհետև ծնողներն էլ են այդ նույն խտրականությունը դնում, ծնողներն էլ են բաժանում, ծնողներն են սատարում այդ ամեն ինչը, ծնողներն են հպարտանում եւ քաջալերում նման վարքն ու վարվեցողությունին, ու այդ միջավայրում անհնար է որևէ տեսակի մտերմություն, անկեղծ մտերմություն ձևավորել, երբ դու ունես ոչ թե եղբայր, այլ լրացուցիչ վերահսկող քո կյանքում, որն ըստ էության պիտի քեզ հավասար մեկը լինի, բայց դարձել է ինչ որ բան, կոնտրոլոր, խնդրի աղբյուր եւ վերահսկող, հա, ռևիզոր է քո գլխին, ինչի դու էլ չես հասկանում։ Ու դա իր հետևից շատ արատավոր շղթաներ ա բերում իհարկե, հետագայում այդ աղջկա ինչ որ կյանքում, բայց վերադառնանք, առհասարակ հնարավոր չի իրոք սիրել մարդուն, ումից դու վախում ես։ Իհարկե։ Այս շատ կարևոր է բարձրաձայնել, հա, սա նույնը վերաբերում է հորը, տղամարդուն, եղբորը էական չի սիրել մարդուն։ Մեծ քրոջը քույր, երբ որ մեծ քույրն է, հա, քեզ անդադ վախացնում, էական չի։ Սիրել, իրոք սիրել մարդուն, ումից դու վախենում ես, դրանք շատ իրարամերժ զգացողություններ են իրականում։ Այո, շատ համաձայն եմ։
Այն բանից հետո երբ որ ես դպրոցում հայտնաբերեցի, որ փաստորեն բոլոր ընտանիքներում չեն համերաշխ, դրանից հետո սկսեցի հայտնաբերեմ շատ տարբեր այլ պատմություններ, ու երևի ամենաանհասկանալին իմ համար այդ հարաբերությունների կոնտեքստում, երբ ծնողները նպաստում են ու ոգևորում են, երբ մի երեխան գնում ծնողներին պատմում մյուս երեխայի մասին։ Հələ մի հատ էլ ասում են կհետևես, կգաս կպատմես։ Ես իմ բոլոր գաղտնիքները առաջինը պատմում էի եղբորս, իրա դարակում էի պահում իմ օրագիրը, դարագոյտնիվնիկ այդ օրագրերից էլի, որ են ոնց էլ չլինի, այնտեղ ոչ մեկ չի գտնի լրիվ վստահ լինելով, որ ինքն էլ չի բացի, այն ավելի մեծ տարիքում, երբ որ գիշերը ուշ էի գալիս տուն, ասում էի դուռը բաց թող մամայինք չիմանան քանիսին եմ եկել տուն, ու այդ հարաբերությունները բացարձակ իրանցից չէին ենթադրում, որ ինքը պիտի հետևի գնա ինչ-որ մի հատ բան պատմի։ Այդ շատ փորձում էին անեին օրինակ դպրոցում մեր հարաբերությունների հետ, երբ որ ես դեն գրքային գերազանցիկներից էի, ինքը չէ, ու միշտ ինձ կանչում էին դասատուներն ու տնօրենը պարբերաբար ու ասում էին կգնաս տուն կասես, որ ինքը արել է այսօր այսինչ բանը, կգնաս կասես, որ ինքը այսինչ ձևայրան պահել, ինչը ես բնականաբար ասում եմ իհարկե, ու բնականաբար տանը չէի ասում, բայց անգամ ուզում ասեմ միջավայրն է երբեմն շատ նպաստում այդ իրար մասին ինչ-որ բան պատմելուն, ու ես շատ վստահ եմ, որ եթե 1-2 անգամ կանխվի ծնողի կողմից այդ ինչ ես գալիս պատմում, ոչ թե ապրես հələ գնայես էլ հարցրա, հələ նայի քուրդ դպրոցում ինչ անում, հələ նայի բակում ինչ անում, արի ինձ ասա, այդ հարաբերությունները հաստատ ինձ թվում է մի քիչ ավելի ճիշտ գծի վրա կսկսեն գնան, որովհետև սա միայն իրականում եղբայրներին չի վերաբերվում, հենց դա որ շատ հաճախ փոքր քրոջն են ասում մեծին հետևի, կամ հակառակը մեծին են ասում փոքրին հետևի, գնա տեսնի ուրա, գնա տեսնի հələ տեսում հետ է խոսում, արի ինձ ասա, այս ամեն ինչը հաստատ չի նպաստելու մտերիմ ու ընկերական հարաբերություններին, հետո այդ նույն ծնողները այդ քո ասած նախադասությունն են ասում, դուք ես կյանքում մենակ իրար ունեք, ինչի են ձեր հարաբերությունները վատ։ Ցանկացած հարաբերությունների պարագայում, որտեղ հստակ դրվում է խտրականություն, գիտես, այս նույն խնդիրը լինում է, երբ օրինակ ինչ որ առողջական խնդիր ունի երեխաներից մեկը, հետևաբար այն մեկը ով առողջական խնդիր ունի, միշտ պաշտպանված է, այն մյուսը չէ, ինքը միշտ ճիշտ է, մյուսը չէ, երբ փոքր է, այդ ֆանտաստիկ նախադասությունը ինքը փոքր է դու զիջի, կարող է մի տարի է փոքր, կարող է 2 տարի է փոքր, կամ թեկուզ 15 տարի է փոքր, էական չի, բայց այդ մոտեցումը, որ քոնը տուր իրան, քեզնից կտրի տուր իրան, հա, դու արդեն մեծ ես, չգիտես ինչի, մեկ էլ ասենք 5 տարեկան երեխան, ինչա թե քույր կամ եղբայր է ունեցել 5 տարեկանում շատ կտրուկ պիտի մեծանա։ Իրա վրա փաթաթում են հոգսը ու հոգատարությունը այդ փոքրին, դու տնից դուրս չես գալու, պիտի նստես տունը, իրանց բան պահես, տիրություն անես, հա, ինքը պարապունքիա գնա պարապունքից բեր, հա, ինչ որ անվանելով դա սա ընտանիքա պետք է օգնել ու չգիտեմ ինչ, վերցնելով առաջի երեխայի ձեռքից մանկությունը, որովհետև այդ մանկությունը ուղիղ ընդեղ է վերջանում, որտեղ ինքը մեկ էլ դառնում է ընտանիքի մեծը, ու հետո ակնկալել ու մտածել, որ իսկ ինչի է մի քիչ վերաբերմունքը ոչ նենց, որովհետև այդ երեխային ինքը փոքր տարիքից վերաբերվել է որպես հոգս։ Ու ինչ որ մի բան, ու ինչ որ մեկը, ով եկավ հայտնվեց, ու իմ ձեռքից վերցրեց ծնողների ուշադրությունը, իմ, չգիտեմ, անհոգ մանկությունը, մինչև հիմա ուշադրություն, ամեն ինչը իմներ, իմ տարածքը, չգիտեմ ինչի հայտնվեց ինչ որ մեկը, ում հետ անդադ կիսվել է պետք, ես իր անդադ պարտական եմ ինչ որ բանով, ինչա թե ինքը փոքր է։ Ու այս մեսիջները ոչ մի կերպ չեն նպաստում այդ հավասարությանը։ Այդ նույն կապակցությամբ, նույն իմ օրինակով կարող եմ ասել, մեր տարիքային տարբերությունը ընդամենը 2 տարի է, ու ինձ մաման երբ գնացել էր ծնդատուն եղբորս ծնդաբերելու, հետո բերեցին ներկայացրեցին դա, ասեցին, որ ինքը սրանից հետո մեր հետ է ապրելու, ինձ դա ընդհանրապես դուր չեկավ։ Ու ես ասեցի, որ ու ինձ մինչև այդ չգիտեմ ինչի տարբեր բարեկամներ պատմել էին, շատ մեջս տպավորվել էր, որ իրան գնացել են գնել են շուկայից են բերել, ու ես էլ բնականաբար ասեցի, եկեք տանենք հետ տանք։ Շատ բնական հարց է։ Ոնց որ թե ինչ որ բերել եք, ինձ այնքան էլ դուր չի գալիս։ Ու անգամ վիդեոներ կան մանկական մեր տարիքի, որտեղ ես փոքր տարիքում եղբորս գլխին ջուր եմ լցնում, իր խաղալիքը վերցնում եմ, կոտրում եմ, տալիս եմ պատին, երբ որ ինքը ինչ որ բանով նստած խաղում է, ինչ որ լեգո է սարքում, ես գալիս եմ այդ լեգո քանդում անցնում եմ առաջ։ Այդ եղել է մոտավորապես երևի մինչև իմ 5 տարեկանը, բայց ես շատ խանդել եմ։
մամային շատ խանդել եմ, այդ ուշադրության պակասի ես եղել եմ միակ թոռը երկու կողմից, ես եղել եմ այդ ընտանիքներում առաջի երեխան ու միակ, մեկ էլ հայտնվել է տենց ինչ որ մեկը։ Իհարկե ամեն ձևով նպաստվել է նրան, որ դա չշարունակվի, բայց ես հիշում եմ իմ այդ նեգատիվ վերաբերմունքը ամեն դեպքում այդ առաջի տարիներին, ինքը իմ համար պրոբլեմի աղբյուր էր։ Բերել էին ինչ որ բան, այդ բանի շուրջ ինչ որ տենց բոլորը պտտվում էին, ու ինձ դա ահավոր դուր չէր գալիս։ Քեզ դուր չէր գա։ Հա, Քեզ դուր չէր գա։ ու դա մեծերի ֆունկցիան է կարգավորել նենց, որ այդ հետագայում երբեք չլինի այդ խտրականության զգացողությունը, որ դու ինքը փոքր է իրան զիջի տենց նախադասություններ ես երբեք չեմ լսել այդ գնա հետևի եւ այլն, հա։ Շատ ծնողներ, գիտես, այդ հարաբերությունների մեջ են խառնվում։ Օրինակ, երբ որ վիճում են, ու ինչ որ դրամատիկ կողմ են վերցնում, գալիս ու սկսում են ակտիվ եկեք պատմեք ինչ ա եղել, մեկ-մեկ պետքա թողել ամեն դեպքում արդիկ իրանց հարաբերությունները, հա, երբ ինչ որ բան իրար հետ քննարկում են, գալիս մտնում են այդ քննարկման մեջ, հա, իսկ ինչ եք խոսում, իսկ ինչ եք իրար պատմում։ Ամեն ձևով դառնում են խանգարող ինչ որ բան այդ հարաբերությունների հնարավորինս նորմալ կառուցման համար։ Ու խտրականությունը հաստատ բանը չի էլի, լավագույն տարբերակը չի այդ հարաբերությունները կարգավորելու։ Այստեղ ուրիշ խտրականություն էլ կա, երբ օրինակ, երբ ընտանիքում էլի երկու սեռի երեխաներ են, մեր ընտանիքում նման բան չի եղել, բայց շատ կա իմ օրինակով, ինքը տղա է, դու աղջիկ, էլի այդ իմ ասած բոլոր առավելությունները ու այդ աղջկան ծառա սարքելու, դարձնելու միտումը, որ աղբերդ եկա վերկաց հաց դիր, աղբորդ շորերը կարդուկես, աղբերդ տեղա գնում, չգիտեմ, ես ինչ բանն ա պետք, ու սենց աղջկան, ոնց որ, չգիտեմ, ինչ որ աղախին են մեծացնում այդ եղբոր համար, տղային դարձնում են կենցաղային անունակ ինչ որ ոչ կենսունակ մի բան, հա, որ մարդը նույնիսկ սեփական գուլպաների տեղը չգիտի, կյանքում արդուկ չի բռնել, ու հետո այդ զինիչկա կարզինիչկաները գնում են մտնում են ընտանիք եւ եթե հանկարծ հանդիպում են ինչ որ մեկին ընտան, այդպես չի եղել, հետո սկսվում է վակխանալյան, բայց այդ տղաների կուլտը հայկական ընտանիքներում թե մամաների կողմից, թե հայրերի կողմից, որ մեր տղան, մեր թագավորը, այս վերջերս մի հատ ասացվածք լսեցի, ես ապշել էի, ասում է տղու երեխա, տան երեխա, աղջկա երեխա, շան երեխա։ Ես կտրվել էի իրականությունից, որովհետև այդ ասողը պատկառելի տարիքի կին էր, ուներ թե տղա, թե աղջիկ, ուներ թոռներ թե տղայից, թե աղջկանից, ու այդ ասում էր իրա թոռների ներկայությամբ երկու, բայց հետո իմացա, որ ինքը բավականին տարածված մոտեցում է հանրությունում նման խտրականությունը, որովհետև տղայինը իրանց ցեղն է շարունակում, աղջկանը եսիմ ում ցեղն է շարունակում, որը ապրիորի իրանց գլխում ավելի նվաստ է, քան իրանց թագավորական կապույտ արյուն ունեցող սերը, չգիտեմ, 40 տարեկան է, բայց անվան կողքը դեռ իկա դրվում։ Չեմ ուզում անուն տամ ոչ մեկին, չվիրավորել ամը, բայց այդ իկով մեր տղային դիմելը թագավորին ու այդ պայմաններում էլ անհնար է, որ այդ քույր եղբայր կամ նույն եղբայր, որովհետև շատ ընտանիքներ կան, որ այդ մեծ եղբայրը էլի ստանձնում է հորդերը փոքր եղբոր համար, էլի շատ սխալ դերաբաշխում է այնտեղ գնում ու շատ ճնշված, ինչ ասի կանի ու ինչ որ տենց սովորաբար իրանց կյանքը ու գործնական թե ուսումնական այդքան հաջող չի լինում, որովհետև ինքը միշտ ստվերում է, երբ փորձում է ինչ որ նախաձեռնություն ցուցաբերել, նախաձեռնողականություն եւ ինչ որ կերպ դուրս գալ այդ ստվերից սեփական ինքնահաստատման նկրտումներով, այդտեղ գալիս են էլի ծնողները ու ասում են ինքը քո մեծ աղբերն է, այդ իմ բարեկամության մեջ ես անձամբ եմ տեսել, որ այդ մեծ աղբեր ասվածը ինչ որ sense սրբության սրբոց է, խոսքին հակաճառել չի կարելի, դեմ գնալ չի կարելի, ինքը երբեք չի կարա որպես պրիորիտետ քո կյանքում
Ոչ որ հարմար երեխա են մեծացնում, ծայրահեղ հարմար հիմնականում այդ փոքրն է լինում կամ միջնեկ երեխան, հա, եթե 3 երեխա են լինում։ Ես ուզում եմ մի բան ասել մեր սիրելի ծնողներին երիտասարդ, ովքեր դիտում են, եւ նաեւ երիտասարդներին, ովքեր միգուցե գտնում են իրանց այս տոքսիկ միջավայրում, հարմար պետքա լինի աթոռը, հարմար պետքա լինի մատրասը, հարմար օրինակ էվոկա թաչը, էվոկա բանկի, որով կարող եք ավանդ բացել on-line 24/7 վարկ ձևակերպել, թվային քարտ կամ սովորական քարտ պատվիրել վայրկյանների ընթացքում, ճանապարհային ոստիկանության տուգանքներ մուծել, ու այսպես բազում հարմարագույն գործառույթներ, որոնք տրամադրվում է էվոկա թաչ հավելվածով, որը կարող եք ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից, հղումները կթողենք նկարագրության մեջ, բայց դուք հարմար չպետք է լինեք, դուք պետք է լինեք նենց ոնց որ ձեզ երջանիկ եք զգում։ Ես չեմ կարծում, որ ինչ որ մեկի ստվերում, ինչ որ մեկի կամակատարը լինելով, ինչ որ մեկի կանոններով ապրելով ու տենց էլ չհասկանալով այս կյանքում, բա ես ինչ եմ ուզում, ես ով եմ, ես ինչ եմ ինձնից ներկայացնում, ինչ եմ ուզում դառնամ, երբ մեծանամ, անկախ նրանից քանի տարեկան եք, այս հարցերի բացակայության դեպքում բազմիցս ասել եմ էպիզոդների ընթացքում, կյանքը սևագրեր չունի։ Ու այն ինչը դուք ապրել եք այսօր, էլ չեք ապրելու։ Համարեք սա այսօրը, եթե չեք օգտագործել լավագույնս կորցրած հնարավորություն, ու մի եղեք հարմար։ Լավ բան չի հարմար լինելը։ Էվոկա թաչ քաշեք, թող ինքը լինի հարմար։ Գիտես, այդտեղ մի խնդիր էլ կա, որը էլի ծնողներից է գալիս, իրականում ես կարծում եմ, որ հարաբերությունների խնդիրների մեծ մասը ծնողներից է գալիս փոքր տարիքից, ոնց դնում ես, տենց էլ գնում է։ Իհարկե։ Երբ կոնկուրենցիա են առաջացնում երեխաների մեջ, Այո, երբ անընդհատ գովում գովաբանում են մեկին, այն մյուսին դնում են համեմատության մեջ, այն նա ինքը ինչ լավ է սովորում, դու չես սովորում, նա ինքը ինչ տնարար է, դու տնարար չես, ինքը սիրուն է, դու այդքան էլ ոնց որ մի քիչ չես ստացվել, երբ որ ընտանիքի բոլոր հույսերը կապվում են մի երեխայի հետ, որ տես դու մեր հույսը հավատը ուղիղ էլ կարող է ասվի, հույսներս դու ես, մեր հույսը դու ես, աննկարագրելի մեծ պատասխանատվություն է այդ երեխու վրա հենց այդ պահին դրվում, երբ որ ընտանիքի ծնողները, մեծերը գալիս ու ասում են մեր հույսը դու ես ու սենց թարս նայելով են մյուսին։ Այ դա իմ ընտանիքում եղել է, ու այդ հույսն ու պարծանքը եղել եմ ես։ Ու դու մի հատ ասա ինչ մեծ ծանրություն է։ Այդ սարսափելի ծանրություն է։ Դա սարսափելի է, որ դու հասկանում ես դու ուղղակի իրավունք չունես հիասթափեցնել։ Դե մեկը արդեն հիասթափացրել է։ Նո, քո դեպքում չէ, էլի առհասարակ եմ ասում, դա հնչում է իրոք տենց։ Մեկը մի քանիսը կարող մի քանի երեխա են արդեն ոնց որ հիասթափացրել են, մի հատ էլ եթե դու մեզ համեմատում են սովորելու առումով, որտեվ եղբորս առաջադիմությունն առանձնապես բարձր չի եղել երբեք, բայց շատ տաղանդներ ունեն, օրինակ ֆանտաստիկ շախմատեր խաղում, բայց այդ գերազանցիկության սանդղակն ու շեմը, որ ես էի դրել ու դա ուղղակի իմ մոտ ստացվել էր, որովհետև միգուցե սովորելու ցանկությամբ, նկրտումներով այդ նույն պատասխանատվությամբ, որ դրվում է վրա, դու այլընտրանք չես ունենում, այն մարդու արժեքները ու կյանքի հանդեպ մոտեցումը բոլորովին այլ էր, բոլորովին, ու եթե ուղղակի վերցնեն եւ օգտագործեին այդ մարդու ուժեղ կողմերը թույլերի վրա կենտրոնանալու փոխարեն եւ համեմատելու փոխարեն, դա ընդհանրացնելու փոխարեն, ու այստեղ ինձ թվում է շատ կարեւոր է, որ այն միտքը, որ ծնողներն էլ հասկանան, որ դու շատ ճիշտ ասացիր սկզբից, յուրաքանչյուր երեխա անհատականություն է, ու երբեք պետք չի կարծել, որ եթե երկուսին էլ դուք եք լույս աշխարհ բերել, նույն հայրն ու մայրն ունեն, նույն դնթն են կրում, ուրեմն իրանք իդենտիկ պիտի լինեն, իրենց ամեն ինչը պիտի նման լինի, մտավոր ունակությունները հավասար լինեն, միստուկացը նույնը լինի, դա հիմնականում այդպես չի լինում, կան բացառություններ, երբ մարդիկ շատ նման են իրար, նույնիսկ զույգ երեխեքը, հորեղբոր աղջիկները զույգ են, կատեգորիկ իրարից տարբեր են, արտաքնապես նույն մարդն է, խառնվածքներով, սարեր ձորեր, հա, որ այսինքն երբ նրանք սկսում են խոսալ ու ձայնն էլ է շատ նման, բայց խոսելիս դու հասկանում ես, որը ով է։ Այդ բիսպրոյգրշնի վարիանտ, բարևելուց ես գիտեմ, որ մեկին եմ բարևում։ Այս վերջերս եմ պարզել մեկի թշնի խալել կա, կյանքում չէի նկատել։ Ինչևէ, այդ անհատականությունը երեխեքի շատ էական է, համ տենց վերաբերվել նրանց, համ ընդունել, որ դա այդպես է, ու
Այն ինչը միգուցե դուր ա գալիս ինչ-որ երեխայի մեջ, նախ խորանալ ոնց է հնարավոր, որ մի բանը դուր գա, մի բանը դուր չգա, ամեն դեպքում դա ձեր երեխան ա, ու երկրորդ չակնկալել նույն բանը։ Դե ես էլ չեմ ասում, որ սկսում են այդ երեխեքին համեմատել այդ նույն հորեղբոր կամ Զարմիկ հորափրոջ զարմուհիների զարմիկ հետ։ զարմուհիների հետ, են որ տես ինքը ընդունվեց, անվճար, դու Այդ ընդունվեցիր գիտես ինչի ա վճարովի։ բերում անverջ հետ մնացողը լինելու Այո, զգացողության, այդ պարտվողի, հա, որ ես ինչ որ արդեն ապրիորի, այդ բառը ասելու ես հայերեն։ ի սկզբանե։ Ի սկզբանե անընդհատ պարտվածի դերում եմ։ Ինչ որ եկել եմ այս աշխարհ ու անընդհատ զիջողի ու պարտվածի դերում եմ, ու կա զգացողություն, որ տենց էլ չեմ հասնում Ես ինչ իմ որ մի ընտանիքում բանի միշտ հետևից։ երկրորդ տեղում եմ։ Ընտանիքում սկսվում է ու հետո այդ զգացողությունը դու տանելու ես քեդ ամեն տեղ։ Նախ դու ամեն տեղ համեմատվելու ես։ Ամեն հավանականությամբ ամեն տեղ ենթագիտակցորեն պարտվելու ես, որովհետև այդ զգացողությունը արդեն սովորույթային է դառնում գտնել ինչ որ մարդկանց ում դու պարտվում ես ու մնալ այդ զգացողության մեջ։ Ու նաև ստեղծում է զգացողություն ապացուցել, որ ես այդքան էլ ոչ մի բանի մասին չեմ։ Որպես կանոն, այ հենց այդ երեխաներն են, ովքեր հետո ամբողջ ընտանիքը պահում են, հենց այդ երեխաներն են, ովքեր ֆինանսապես ամեն ինչը մամայից տուն էլ կառնեմ, մեքենա էլ կառնեմ, ճամփորդելու էլ կուղարկեմ, անverջ սպասելով այն գնահատականին, որը տենց էլ փոքր ժամանակ չեն ստացել, որ չէ, բայց տեսեք, ես էլ եմ բավականաչափ Դա լավը, լավագույն սցենարն ես նկարագրում։ տենց էլ կարողա չստանան, շարունակեն չստանան, ու շարունակեն մեկ այդ վեր-վեր թռնելը, ու սա էլ է լրիվ կյանքի շատ վատ որակի մասին, ինչպես նաև այո մյուս ծայրահեղությունը, որ համակերպվում են նրա հետ, որ մեկայի մոտ ոչ մի բան չի լինելու, Սկսում են դիտման բանել լիքը ու բաներ։ սկսում են դիտման բանեն կամ ակնկալել, որ դե իմ համար պիտի անեն, Իմ համար պիտի որտեվ անեն այն հաջողակը կա, ինքն էլ թողանի։ կամ աննկարագրելի կոտրվել ու այնտեղ հետևանքների մասին, թե օրինակ ինչ ճանապարհներով կարող է կյանքը գնա, ինչ շրջապատներում կարող է հայտնվում են, որովհետև հաճախ այդ վալիդացիան ընտանիքում չստանալով գնում են անհամեմատ ավելի իրենցից ցածր շրջապատներ կամ վտանգավոր շրջապատներ, որտեղ անթույլատրելի ինչ որ բաներ ա օգտագործվում, կարա դա շատ վաղ տարիքում լինի ու արդյունքում ինչ որ երեխան կործանվում է ու նույնիսկ այդ պարագայում հաճախ համապատասխան աջակցություն չի ցուցադրվում ու շատ ծնողներ կան, որ ասում են մենք էլ երեխա չունենք, կգնաս քեզ կհավաքես ու շատ քչերն են խորանում, ինչն եմ ես սխալ արել, որ իմ երեխան հայտնվել է այս կետում։ Ու ամեն դեպքում, եթե մենք խոսում ենք մինչև 18 տարեկան անձի մասին, այն ինչ երեխան անում է, իմ խորին համոզմամբ դա միանշանակ կախված է ու կապված է ընտանիքի ու ծնողի հետ, վերաբերմունքից, հոգատարությունից, սիրուց, որը ամենակարևորն է, որովհետև երեխան առանց ավելորդ կոշիկի, մի զույգ ավել կոշիկի, բաճկոնի, ինչ որ տարին մի քանի անգամ հանգստանալու հաստատ կմեծանա ու նորմալ կմեծանա, երեխան առանց անշահախնդիր սիրո, ծնողի կողմից առանց ապահովության զգացողության, Ընդունված ընդունված լինելու լինելու զգացողության շատ մեծ հարցական է ինչ կմեծանա ու ինչ ճանապարհներ կընտրի այս կյանքում ու ինչ վարվեցողության դրսևորումներ կունենա։ Այդտեղ մի խնդիր էլ կա, սրանել եմ ուզում անպայման անդրադառնանք, երբ որ երեխաներից մեկը կամ մի քանիսը կամ բոլորով իրանց վրա են պատասխանատվություն վերցնում իրար փրկելու։ Իրար փրկելու, իրար համար պատասխանատվություն վերցնելու, եթե իմ եղբայրը կամ քույրը խնդիր ունի, դա իմ խնդիրն է, եթե ինքը կախվածությունների օրինակ խնդիր ունի, ես սրան շատ կուզենամ անդրադառնալ, շատ եմ իմ աշխատանքի մեջ հանդիպում, դա իմ խնդիրն է, եթե ինքը ֆինանսական խնդիր ունի, իմ խնդիրն է, եթե ես ճամփորդում եմ, ինքը չի ճամփորդում, իմ խնդիրն է, պետք է անպայման բերել հավասարության, ու այստեղ գալիս ենք արդեն ինձ թվում է լուծումներին, առհասարակ այս ամեն ինչի հետ ինչա կարելի անել, ես շատ կուզեմ այս մեսիջը վերցնեն այն մարդիկ, ում սա շատ վերաբերվում է, դուք չեք կարող պատասխանատվություն կրել այլ հասուն մարդու ընտրությունների համար, ու շատ կարևոր է նկատել, որ այն ինչ ընտանիքի ներսում զրոյական կետը բոլորինը նույնն է։
Ու եթե ինչ-ինչ պատճառներով է զրոյական կետից ելնելով ձեր մոտ ստացվել է հաջողել, իսկ ձեր քույրերի եղբայրների մոտ չի ստացվել ինչ-որ հարցերում հաջողել, միգուցե արժի նկատել իրանց ընտրությունների մասն ու պատասխանատվությունը դրա մեջ։ Ու ինչքանով է այն, որ ձեր մոտ ստացվել են ուրիշ ընտրություններ, ձեզ պարտավորեցնում իրանց էլ փրկել։ Գիտես, շատ հասկանալի է օգնելու ցանկությունը, հա, ինչ որ բնականաբար ինչ որ հրաժարվելու մասին չի խոսքը քույրերից ու եղբայրներից, բայց այնտեղ մի տեսակ սահմանի զգացողություն պիտի լինի ու երբեմն ես դա սկսում անեմ իմ հաշվին, կամ երբեմն ես դա դարձնում իմ գերնպատակը, իր դժբախտությունը դարձնում իմ առաքելությունը այս կյանքում։ Օգնելը մի բան է, փրկելն ու պարտավոր լինելը ամեն ինչ անել լրիվ այլ բան է։ Օգնելը դա շատ գեղեցիկ, շատ ֆանտաստիկ բան է, մասնապես եթե մարդը գտնվում է ու միայն եթե մարդը գտնվում է այն կարգավիճակում, որ ոնց որ դասի իր հաշվին չի անում, այսինքն այնպես չի, որ չգիտեմ, քրոջ կամ եղբոր համար անում է մի բան, իրենից կտրելով, իր բաժնից կտրելով, իրեն սահմանափակելով, զրկելով ինչ որ մի բանից, Մեղավորության զգացողությունից ելնելով, պարտավորության զգացողությունից, մամային դուր կգա զգացողությունից ելնելով, մաման սպասում է, մաման կուզեր, որ ես այդ անեմ, ինքը իրան լավ զգա, որ մաման չնեղվի, որ իր մոտ ինչ որ բանը պակաս է։ Ու շատ հաճախ մամաներն էլ են ասում։ Ուղիղ։ Շատ ուղիղ իմ ծանոթների շրջապատում տենց ընտանիք կար, երկու քույր էին, առաջինը տենց բավականին վաղ տարիքում 20-21 ամուսնացավ, 3 երեխա ունեցավ, տենց 3 տարի շարունակ, երբ տեսնում էինք հղի էր, մեծն էր, փոքրը ինչ-որ կարիերա դասավորեց, ինքն իրեն գտավ, բավականին հաջող, շատ լավ ֆինանսապես ինքն իրեն ապահովեց, ու ստիպեցին, որ քրոջ համար տուն գնի, որտեվ քուրը չի կարում, քրոջ ամուսնու գործն էլ այնքան չի։ Դու առ մենք կփակենք այդ վարկը, ոչ փակեցին, ոչ մի բան, այդ խեղճ երեխան ամբողջ 10 տարի փակեց քրոջ տան վարձը, ինքն իրան բնականաբար տուն չկարողացավ առնի, ու այսպես բաներ, դե մաման ասել էր, քուրը դա 3 երեխու հետ դուրսն է մնալու։ Շատ հաճախ այդ փրկիչի ու ամենապատասխանատուի դերը հենց տալիս են երեխաներին, ումից մեծ ակնկալիքներ կային։ Ու սկսում են չնկատել, որ օրինակ այդ փրկիչը կարող արդեն 30 տարեկան է, բայց այն մեկը, ով որ անverջ փրկության կարիք ունի 28։ Ու այն փրկիչը, որը որ սկսել էր փրկել 18 տարեկանից արդեն, էլի, իսկ 28 տարեկան մարդը ոնց որ թե հələ տենց էլ ոչ մի ձև չի հասնում այն կետին, որտեղ էլ օգնության, աջակցության ու փրկության կարիք պիտի չունենա։ Ու չի նեղվում առանձնապես, որ ինքը փրկության եւ աջակցության կարիք ունի, որովհետեւ այդտեղ մի հարց է, երբ մարդը հայտնում է դժվար իրավիճակում եւ դու իրան օգնում ես ինչ որ փուլով, Իհարկե։ այլ հարց է, երբ այդ մարդու կենսակերպն ու կյանքի կարգավիճակն է այդպիսին, ինչ որ տենց մակաբույծ կարգավիճակով, այո, ապրել ու շատ գոհ լինել եւ չունենալ բացարձակ ստեղծված իրավիճակի հանդեպ որևէ քննադատություն եւ ինքնակննադատություն, որ լավ ինչքան կարելի է, ինչքան կարամ ես սենց ապրեմ ու ձեռնարկել հնարավոր ամեն ինչ, իսկ ես բացարձակ չեմ հավատում, որ մեր օրերում այս բոլոր հնարավորությունների մեջ հնարավոր չի վաստակել գումար։ Կարա դա լինի քիչ գումար, կարա դա լինի ոչ բավարար գումար, բայց դա կլինի գումար, դա կլինի միջոց ինչ որ մի բան փոխելու։ Մակաբույծ կյանքով ապրելը Գալով լուծումներին ես ինչ կառաջարկեմ։ Նախ շատ առաջարկում եմ ովքեր գտնվում են բարդ հարաբերությունների մեջ իրենց քույրերի ու եղբայրների հետ, առաջի հերթին հանել այդ հարաբերությունների մեջից ծնողներին։ Սկսել հարաբերվել տետատետ, ուղիղ եւ չակերտավոր։ Քանի ձեր մեջտեղը կանգնած է ձեր ծնողը իր ակնկալիքներով, երկուսից էլ իրա պարտադրած պատկերացումներով ձեր մասին, իրա համեմատություններով, տոքսիկ մտքերով, տոքսիկ վերաբերմունքով մեկի կամ մյուսի նկատմամբ, ամենայն հավանականությամբ ձեր 2-ի, 3-ի, 4-ի հարաբերությունները հաստատ չեն դասավորվելու այդ դեպքում։ Հասուն տարիքում պետք է սկսել հարաբերվել հասունը հասունի հետ, հանելով մեջտեղից ծնողներին։ Այդ ծնողները ընդ որում կարող են լինել կապողակ, հանելով որպես կապողակ ծնողներին, հանելով ծնողներին որպես ծնողի ցավը, այն կապակցությամբ, որ կարող է ձեր հարաբերությունները այդքան էլ ստացված չեն։ Առաջի հերթին դա։
Երկրորդը փորձել հասկանալ ինչքանով է դիմացինը նույն ցանկությունով ու նույն կետում ինչ որ դուք, որովհետև այդ անverջ ձգտումը սիրվելու, հարաբերություն ունենալու, կառուցելու, չեմ լավ քույրեր ու եղբայրներ լինելու պիտի լինի երկու ստեկ։ Այո։ Եթե դիմացինը գալու է ու իր պատկերացումները ձեզ փաթաթի այն տեսանկյունից, որ դուք պիտի լինեք, օրինակ սպասարկողը իր ակնկալիքների, ենթարկվողը իր պատկերացումներին, այդ գիտես, ես զբաղված եմ, դու արա, ես, չգիտեմ, ընտանիք ունեմ, դու ընտանիք չունես, դու ես ինչ բան, ոնց որ անընդհատ դու պիտի լինես, օրինակ, հա, կամ հենց ինքն է այդ նեղացնողը, արժեզրկողը, համեմատությունների մեջ մցնողը, այն է իմոց սենցա, քոմոց սենցա, հենց ինքն է ձեզ փրկիչի դերի մեջ մցնողը, որ գալիս է ու ասում է, գիտես, էլի խնդիր ունեմ, էլի դու պիտի անես, եթե չանես շատ վատ կլինի։ Այդ պոզիցիայի մեջ գտնվող մարդու հետ մի քիչ դժվար է լինելու կառուցել հարաբերություններ, հատկապես առողջի մասին է եթե խոսքը։ Նաև շատ խորհուրդ կտամ վերադարձնել թե քրոջը, թե եղբորը ուղիղ քո ասած այն դիրքը ու տեղը, որ ինքը պիտի ունենա ու դերը։ Հանել հոր դերից, օրինակ, որովհետև շատ տղա երեխաների վրա հենց մամաներն են ամեն դեպքում ավտոմատ դնում այդ տեր կանգնողի դերը, հա։ Ու շատ աղջիկ երեխաների վրա նույն մաման դնում է մամայի պարտականությունը, աղբորը տիրություն արա։ Ու տեղ արդեն քույր եղբայր հարաբերությունների մասին չի բնավ խոսքը, ու միգուցե փորձել վերադասավորել հարաբերությունները նրա շուրջ, որ դու իմ քույրն ես ու եղբայրն ես ու ոչ ավել, ոչ իմ կյանքին գնահատական տվողն ես, ոչ հաու չէ ասողն ես, ոչ դահիճն ես, հա, այն որ սենց դատա, որը վերջում կասես ճիշտ էր թե սխալ էր, ոչ էլ քո ինձ ընդունել կամ չընդունելուց է կախված իմ որոշումները։ Ու այս նախադասությունը ես ծնողների հետ էպիզոդում եմ ասել, փորձել ձևավորել տոլերանտություն այն մտքի նկատմամբ, որ ես կարող եմ լինել երջանիկ, անգամ եթե իմ քույրն ու եղբայրը երջանիկ չեն։ Որովհետև իրանք երջանիկ չեն, երևի թե իրանց ինչ որ ընտրությունների հետևանքով, որի պատասխանատուն չեմ կարող ամբողջ կյանք ամեն դեպքում լինել ես։ Երբեք չէ, ոչ մի պահի Ու մեջ տեսնել, կյանքի։ որ եթե չի ստացվում ամեն դեպքում, ինչը տխուր է, ինչը վատ է, բայց ես սա պարբերաբար ասում եմ, այս հարցերի շուրջ երբ ինձ գրում են, հնարավոր չի առողջանալ միջավայրում, որը նպաստել է ձեր անառողջությանը։ Եթե դուք պիտի շարունակեք ձեր հոգեկան հանգստության հաշվին շփվել մարդկանց հետ, ովքեր ձեզ արժեզրկում են, նեղացնում են, նվաստացնում են, տեղից պետքա դուրս գալ։ Ու դա միակ ճիշտ լուծումը, որը որ այդտեղ կարող է լինել։ Անել ձեր հետ ինչ որ մի բան ձև տալ, որ ինձ չի նեղացնում, այն ինչ որ նեղացնում է, վատ միտք է։ Вообще ընդհանրապես կյանքում Տեղից ուղղակի ձևացնելը պետքա դուրս գալ։ կյանքում ձևացնելը շատ լավ, շատ վատ միտք է, ու այդ ինքնախաբեության մեջ ընկնելը, մտածելը, որ դե կփոխվի, ինքնաբերաբար ոչինչ չի փոխվում, փոխողը դուք եք։ Միայն դուք կարող եք փոխել ձեր կյանքի հունը եւ ընթացքը, ոչ մեկ չի գալու, չի փրկելու, չի օգնելու, այն ինչ որ կա իդեմս այդ օգնելու, դա հաճելի բոնուս է կյանքում, բայց դա պարտադիր չի, դա ի սկզբանե գծած չի, ոչ մեկի պարտականությունը չի, այնպես որ եթե այս ամբողջ ինֆորմացիոն հոսքին մեջ վերջին մի ժամվա ձեզ գտակ, քայլեր արեք եւ կառուցեք ձեր լավագույն կյանքը, այո, որովհետեւ ինչ որ մի պահի դուք իսկապես բոլորս մենակ ենք մնալու ու ունենալու ենք բացառապես այն, ինչ ինքներս ստեղծել ենք մեր համար։ Իսկ եթե ամեն դեպքում դուք ձեզ գտակ մեր պատմության առաջին հատվածում եւ ստացվել է ձեր քույրերի կամ եղբայրների կամ երկուսի հետ հարաբերությունը, ես իրոք համարում եմ, որ դուք ունեք անգնահատելի ակտիվ ձեր կյանքում, asset ասվածը, ու այդ մի արժեք է, որ ըստ էության, ոնց որ վերլուծեցինք եւ հասկացանք, Հայաստանում շատ քչերն ունեն այդ անխաշախնդիր սատարանքը, ճիշտ դերաբաշխումն ու ճիշտ ակնկալիքները միմյանցից, այնպես որ պինդ պահեք այդ մարդկանց ու գնահատեք ամեն վայրկյանը իրանց հետ անցկացրած, որովհետև դա իրոք երբ գալիս ես այդ ճիշտ կետին, ոսկի կետին, որտեղ դուք երկուսդ նույն էջի վրա եք կամ երեքդ կամ չորսդ դուք բաց եք թողել ամեն ինչ ու գտել եք իրար, որպես քույր ու եղբայր կամ երկու քույր կամ երկու եղբայր ճիշտ դերում, կյանքը շատ սիրուն սկսում է փոխվել։
Իսկ եթե ամեն դեպքում չեն ստացվել հարաբերությունները, ես էս էլ եմ ուզում անպայման շեշտեմ, որ այդպես լինում է։ Ու ես Դե հա։ ինչի համար խոսակցություն սկսեցի այն նրանից, որ ամեն դեպքում, եթե դուք էլ ուշադիր լինեք ձեր միջավայրում, ես կարծում որ հաստատ ավելի շատ օրինակներ տեսնելու եք, որտեղ այդքան էլ ստացված չի, քան իդեալական ստացված է։ Ու լինում է գուցե նաև ոչ միայն նրա հաշվին, որ այդ տենց ամեն ինչը տոքսիկ է եղել, ծնողները մեղավոր են ու բոլորը մեղավոր են, այլ որովհետև դուք ուղղակի տարբեր անհատներ եք, տարբեր մարդիկ եք, ովքեր ինչ որ առիթներին կամ ինչ որ կյանքի իրադարձություններում կարող են հոյակապ իրար հետ շփվել, բայց արհեստական ինչ որ տենց յուրահատուկ մտերմություն, ջերմություն ու կապ չպահպանել զուտ նրա համար, որովհետև ձևը տենց է։ Առավել եւս եթե անգամ առիթներին չի լինում շփվել, որովհետև կա ինչ որ չներելու բաներ, որտեվ շատ քույրերի ու եղբայրների միջև այդ ոչ թե սերը չկա, այ ատելություն ու թշնամանք է։ Օբյեկտիվ ինչ որ բաների վրա հենված։ Այս էլ է պետք նշել, հա, որ այո, միանշանակ օբյեկտիվ շատ պատմություններ կան, որտեղ օբյեկտիվ ինչ որ բաների վրա է դա հիմնված։ Ամեն դեպքում ինչքան էլ դա հավելյալ մենք խոսենք նրա մասին, որ դա հավելյալ ռեսուրս է ու հավելյալ գույն է կյանքի, հաստատ միակ ու գլխավորը չի։ Արհեստական պետք չի, հա, արհեստական գույն չի կարելի։ Մարդիկ մենք ունենք մարդիկ, ովքեր մեր կյանքում են մեր հետ ի ծնե, դա մեր ընտանիքն է, ու մարդիկ ու մենք ենք ընտրում։ Ու եթե ամեն դեպքում ընտանիքը, ու եթե ընտանիքը քույրերին ու եղբայրներին ընտրել հնարավոր չի, ապա ընկերներին հաստատ հնարավոր է, ընկերներին ձեր անձնական հարաբերությունները միջավայրը bubble-ը ձեր, հա, ու հաստատ հնարավոր է այնտեղից վերցնել այն ինչ որ միգուցե դուք չեք ստացել ձեր ընտանեկան քույր եղբայրային հարաբերություններում։ Ու հա, կա տենց ընկերություններ։ Միանշանակ։ Ես օրինակ լրիվ անկեղծ, ես միշտ Հայկանն ասել եմ, ես իրան համարում եմ իմ ընտանիքի անդամ։ Ասելա։ Հա, դա իրոք, որովհետև ինքը շատ տարբերվում է նույն այդ իմ քույրերին գալով, հա, էմոցիոնալ մակարդակով շատ տարբերվում է։ Այդ ընկերուհու նկատմամբ սերը ամեն դեպքում ու այն ընտանիք հասկացողության նկատմամբ սերը իրանք տարբեր են։ Ու հա, միանշանակ հնարավոր է ընկերների նկատմամբ ունենալ առաջինը։ Միանշանակ այսօր դժը գրկել է ինձ։ Ինչ ասեմ։ Շնորհակալություն, որ հասել եք այս կետին։ Եթե ամեն դեպքում ձեր հարաբերությունները լավ են ձեր քույր եղբայրների հետ եւ դուք սիրով եւ ռեսուրսից ելնելով ժամանակ առ ժամանակ օգնում եք, Էվոկաթաչը հիանալի տարբերակ է շատ արագ հեռախոսահամարով գումար փոխանցելու վայրկյանների ընթացքում ձեր քրոջը, եղբորը, ընկերոջը, մտերմագույն, ով միգուցե, չգիտեմ, 21-րդ դարում ունի կանխավճարային քարտ, ոչ հետվճարային ու փողոցի մեջտեղը իր ինտերնետը վերջանում է։ Իմ հետ է։ Էվոկաթաչով Հա, իմ կարող հետ եք է։ հեռախոսն լիցքավորել շատ ավակ։ Տենց որ պատրաստ պահեք։ Քնալի, որը տենց փողոցի մեջտեղը իրոք փողոցի մեջտեղը այդ անտերնել, որ եթե չունես ինտերնետ, նաև չես կարող փոխանցես, ոնց որ շատ բնական է։ Ու կա 2-3 մարդ իմ կյանքում, ում համարներ ես անգիր գիտեմ ուղղակի, հա։ Կարելի է պրոտ։ Ու մենք լինում որ Հայկանն ասենք միտինգի ա լինում, զբաղված ա լինում, անջատում ա։ Ասի խոսք SMS եմ գալիս։ 1000 դրամ կլիցքավորես հեռախոսս։ Տենց լինում է։ Մենք մի օր կհասնենք նրան, որ ների քարտը դառնա հետ վճարային բտնատը։ Համար Էվոկաթաչը ֆանտաստիկ, որ նույնիսկ ժողովների ժամանակ շատ արագ այդ process-ը կարգավորենք եւ Նելին կարողանա տաքսի կանչի գնալ հասնի տուն այդ օրը։ Այ, ես նույնիսկ կատակ չի ու առհասարակ Էվոկաթաչով կոմունալներ, վարկեր ձևակերպել, ավանդներ ձևակերպել, տուգանքներ վճարել, հեռախոս լիցքավորել, գումար փոխանցել թե հաշվիավորին, թե անձնական հաշվին, թե արտերկիր, այդ ամեն ինչը on-line կարելի անել, մի խոսքով սա մի հարթակ է, որտեղ բանկը քո գրպանում է եւ դու ժողովի նստած կարողանում ես կատարել անհրաժեշտ գործարքները, հղումները կթողենք, ներբեռնեք անպայման եւ վայելեք։ Ինչ ունես ասելու էլ։ Ոչինչ չունեմ ամենացնելու։ Յուկոմին խնդրում ենք էլի քարտը ավտոմատ արդրեք։ Այդ մճարայի։ Յուկոմեր, յուկոմից լավ չենք դիր։ Ինչևէ, Այսօր այսքանը։ bye։